Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Եկեք պարզ տրամաբանությամբ գնանք։ Այն ինչի համար ձերբակալել Մարտուն Գրիգորյանի հորը, որդուն, ավականու տեխնացուներ, իմիջիալուց Կարեն Գրիգորյանը, Մարտուն Գրիգորյանի որդին էլ է ավականու տեխնացու եւ Մարտուն Գրիգորյանի թիմի անդամներին բառացիորեն նույն բանը արել է իշխանության տեխնացու Սարիկ Մինասյանը։ Բառացի այդտեղ քննարկում չկա, ուղղակի մեկ տարբերություն։ Շիբինապատել փողոցներից մի քանիսը Գյումրի, Սարիկ Մինասյանը դա արել է համայնքային բյուջեի հաշվին, իսկ Մարտուն Գրիգորյանը դա արել է անձնական միջոցների հաշվին։ Նենց պահեիք այդ քաղաքը մեր երկրի երկրորդ քաղաքը, որ նման գործողությունների կարիք չառաջանար։ Եթե դա դուք դիտարկում եք ընտրակաշառք, ապա նույնը պիտի անեք Սարիկ Մինասյանի նկատմամբ։ Ինչ վերաբերվում է գործընթացի քաղաքական հետապնդման այլ ասպեկտին, անկախ նրանից, թե ինչ որոշում հիմա կայացնի դատարանը, ընտրություններից 3-4 օր առաջ թիմի առանցքային դերակատարներին ձերբակալելը, տեխնացուին, ազգականների նկատմամբ ճնշումները արդեն իսկ քաղաքական ճնշում է։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ինչ վերաբերվում է առհասարակ ընտրական գործընթացին, ես կարծում եմ, որ գյումրեցին պիտի ամսի 30-ին իր քվեով գնահատական տա, թե ինչպես է վերաբերվում այն տեխնացուին, ով Երևանից անօրեն կերպով բռնել տալով, իրավական համակարգը միացնելով, փորձում է ճնշել մեկ այլ գյումրեցու։ Ես ներողություն եմ խնդրում, ես վստահ եմ, որ պարոն Մինասյանը ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի կողմերը առհասարակ չերևա մինչև ընտրությունները, ուր մնաց Գյումրի գա, բայց տենց հեռահար ճանաչելով պարոն Փաշինյանի վստահությունը, որ ինքը երկնքից աստղեր է իջեցնում, ինքը պարտադիր կգնա ու կհարամի Սարիկ Մինասյանի առանց այդ էլ վատ ռեյտինգը, ինչպես ժամանակին արեց Երևան քաղաքի ավականու ընտրությունների ժամանակ Տիրան Ավինյանի առանց այդ էլ վատ ռեյտինգի պարագայում։ Չգիտեմ, Կիրակի գալու իմաստը որ ինձ թվում է այս մինչև լռության օրը կհասցնի մի որևէ վնաստալ։ Ոնց եղավ, որ ԿՊԱ-ականները անդադ թիրախավորում են Վարդան Ղուկասյանին, որպես տես նախկինների կարկառու ներկայացուցիչ, որ չգիտեմ, այ ուրիշին ձեն տալով Վարդանիկին եք ձեն տալիս, չգիտեմ, գալու է հեսալի թալանի կրպի, չգիտեմ ինչ, բայց այդ ձերբակալում են Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն կամ Կարեն Սիմոնյանի թիմակից։ Գիտեք, պարոն Մակարյան, ես Գյումրիում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ առաջնային տպավորությունս կազմում եմ ընկերներից, գործընկերներից ասածների վերաբերյալ։ Մարտուն Գրիգորյանը իր մեծ հանրահավաքի ժամանակ դրա վերաբերյալ իր կարծիքը հայտնել է, ինքը համարում է, որ նաև այդ բացահայտման պատճառով է սկսվել այս ողջ գործընթացը եւ ես հակված եմ համաձայնվելու գործընկերոջս կարծիքի։ Իդեպ ներողություն մի բան է, ԿՊԱ-ականները տենց իրենց զոհի տեղ դրած մի քիչ ասում են, որ կա 9 տեխնացուից 8 հանդիմադիր եւ Սարիկ Մինասյանը միայնակ պայքարում է մարտնչում է 8 տեխնացուի դեմ, 8 թունդ ընդդիմադիրների դեմ։ Դա իմ նախ եկեք այդ թունդ ընդդիմադրի պահը ես կասկածի տակ դնեմ, բայց դա առանձին պատմությունն է։ Երկրորդ թե ինչ որակով է ինքը մարտնչում, մենք երեք տեսանք, ինքը չի մարտնչում, իրավապահ համակարգն է մարտնչում։ Իսկ այն Փաշինյանն էլ ասում Արցախը չեմ հանձնի հետո ինչ իսկ թե ինչն է պատճառը, որ ինքը մնացել է միայնակ ըստ իր ձևակերպման, նորմալ է, դավաճան Նիկոլ Փաշինյանի կուսակցություն ներկայացնող տեխնացուն ցանկացած ընտրությունների ժամանակ պիտի միայնակ լինի, Արման Բաբաջանյանն ու իր ընկերները չեն։ Դե պատկերացնում եք ինչ խայտարակություն է, եթե ինչ-որ մեկից հրաժարվում է անգամ Արման Բաբաջանյանը։ Իմ կարծիքով դրանից հետո պետք է ինքնասպանություն գործել։ Պարոն Բաբաջանյան, դուք նշում եք, որ այն ինչ արել է Գրիգորյանը, նույնը անում է Սարիկ Մինասյանը։ Գրիգորյանը ինչ է արել։ Ըստ փաստաբանի ընտրական օրենսգիրքով արգելքներ չի խախտել։ Իհարկե չի խախտել, ես հենց դա եմ փորձում բացատրելու, եթե այդ գործողությունը, այսինքն շիբինապատելը քրեորեն պատժելի է, Սարիկ Մինասյանին նույնն է։ Ընտրական օրենսգիրքով Ես իրավաբան չեմ, եկեք երկար չբացատրեմ։ Նու դա խոստումները առհասարակ առանձին պատմություն են, ամեն դեպքում ինձ թվում է հեսա այդ թվում նաև փաստաբանների մեկնաբանությունից մենք կհասկանանք, որ այս գործընթացը բացառապես քաղաքական դրդապատճառներ ունի։ Քաղաքական դրդապատճառներից խոսեցիք, այսինքն ուղիղ հրահանգավորում է իջեցվել Փաշինյանի կողմից, պարոն Մամիջանյան։ Դե ես իրանց այդ SMS-ային WhatsApp-ային համակարգը չգիտեմ, թե ինչ-որ մեկը նախաձեռնողականություն է դրսևորել Փաշինյանն էլ ասել է ապրես թե
Փաշինյանն է հանձնարարականը տվել, այդ ճիշտն ասած իրանց ներ թիմային, ներընտանեկան զզվելի ընդ որում հարաբերությունների մեջ եկեք ես չխորանամ, ակնհայտ է որ առկա է պատվիրված քաղաքական գործընթաց, թե Գյումրիից են նախաձեռնել, խնդրել իրենց օգնել, թե Երևանից են որոշել օգնել իրենց տեխնացուին, այդ արդեն իրանք թոմտած Իդեպ ասում են, որ սա նվեր է ընդդիմությանը, կարծեմ Արտոն Գրիգորյանն էր ասում, որ իշխանությունը այսքանով նվեր արեց, այսինքն իրենց ռեյտինգը ավելի կբարձրանա։ Գիտեք, ես վստահ եմ, որ բոլոր իրական ընդդիմադիր տեխնացուները Գյումրիում առաջադրված, բոլոր իրական ընդդիմադիր տեխնացուները վստահ էին, որ նման եւ ավելի վատ զարգացումներ են լինելու։ Այստեղ հենց նոր եկավ Մամիկոն Ասլանյանը, ով ահռելի ժամանակ ճաղերի հետևում էր անցկացրել նույն պատճառով, որովհետև հաղթել էր ՔՊ-ին։ Այնպես որ վստահ եմ, որ իրական ընդդիմադիրները գիտեին, որ նման բաներ տեղի են ունենալու, սրանք մեր համար բացահայտումներ չեն ու sense բաներով լռեցնել որևէ իրական ընդդիմադրի, իրական հայրենասերի դա ծիծաղալու է։ Իրենք մեզ իրենց արշինով են չափում։